Ուղղակի ծերածդ քեզ է խոսում։ Միանա նորմալ այն ճվխաճը դուրը միանա թե միջելեցի կանան հայտ մարդեր միջև անուն ազգանունը ճշտեցի հոգիս դուրս եկավ ան հայտ կերբար միջ գրուպի չէ լավ 40 վարգյան սպասենք թող adam ակտիվնա ու անցնենք ԱԱՑ-ին անվճար դասընթացներ մատուցելուն ողջույններս բոլորին ովքեր միացել են, ովքեր նոր դիմյանան, այսօր լրիվ ուրիշ ֆորմատով որոշել ենք ԱԱՑ-ի Շիրակի մարզի համար անվճար դասընթացներ անել, սովորեցնել, նորմալ, ճիշտ, տաղավարի, մարտավարի աշխատել։ Ու ամենակարևորը հերթական կոչ են հղել, որ մեր երկիրը ոչ մի դեպքում մի պաշտպանեք մեզանից։ Մենք այս երկրի թշնամիները չենք, դուք շատ լավ կենեք, որ կուզեք այս երկիրը պաշտպանեք, բայց այս երկիրը եթե պիտի պաշտպանեք, ուրեմն պիտի պաշտպանեք առաջինը թուրք-ադրբեջանական հերոսական խմբերից եւ նրանց ներկայացուցիչ իջևանցի Նիկոլից։ Իդեպ մեր ԱԱՑ ղեկավարն էլ Խաչիկը նորից իջևանցի է, ոնց որ թե Նիկոլի հարևանն է։ Ժողովուրդ ջան, փորձեմ ներկայացնել ինչի եմ որոշել այսօր այս ֆորմատով ելույթ ունենալ, նախապես ասեմ, որ հայոյանքներ չեմ հնչեցնելու, որովհետև ի տարբերություն նիկոլականների, մենք սիրում ենք մեր երկիրը, մենք նույնիսկ շատ վատ աշխատող մեր պետական կառույցներն ենք սիրում, որովհետև դրանք մերն են։ Նիկոլինը չէ, Նիկոլը հորտանից չի բերե, մերն են եւ փորձեմ հնարավորինս հարգանքով խոսել բոլոր այն ուժային կառույցների մասին, ովքեր այսօր զբաղված են ընդամենը մեկ շատ վատ առաքելությամբ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելով։ Սահակոջան պրիվետ, ողջունները տեսա։ Ուրեմն երեք շատ անշարժ թեմայով գնացել ենք Ամասիա ու բացարձակապես ոչ քաղաքական նարատիվներով կոնկրետ ծրագիր ենք ուզում իրականացնել, բայց հենց մտանք Ամասիա միանգամից ԱԱՑ-ն կպավ գործի։ Ու շատ արագ հետևներիցս մի ադամ ավտո դրեց, որ այդ ավտոն մեզի հետևե։ Բայց այդ ավտոն մեզի չէր սկսել հետևել, արդեն ամասիացիք սպես սիրուն եկան ականջիցս շշշջացին, դե մամուլի Արմենն է։ Թեմի այդ մամուլը կնիկ մարդեր, տղամարդեր, ինչ էր, չպես չհասկացա, հետաքրքիր չէ, ասին ԱԱՑ-ի օպեր է։ Ու այդ սպիտակ ավտոն հետևներիցս հաֆռած, նույնիսկ սկսեցինք արդեն հետը կադագել, ճամպակուտային կուկար կանցներ կգնեինք մենք իր հետևից, հետո ինքը կգներ մեր հետևից, այդպես բռնելոցի խաղայինք, վերջում է շատ շնորհքով, առանց որևէ վիրավորանքի, առանց որևէ վատ բան ասելու, մոտեցա այդ օպերին, բացատրեցի, որ տղա ջան, էլի ասենք ամոթ է, պաշտպանող ես Ամասիայում, եկե թուրքը կանգնել էր, սաղիդ վրա կխնդար, բառիս ուղիղ իմաստով։ Էլեիք դրան հանեիք այդտեղից ճամպեիք, կամ թույլ չտայիք այդքան աղմուկ լիներ, կամ գոնե այդ ամեն ինչը պես կազմակերպեիք, որ այդ Ամասիայի ժողովուրդը այդ կարգի ծանր տրավմաներ չտաներ, որովհետև իսկապես ծանր տրավմայի մեջ էին, երեք ես իմ ընկերները դրանում համոզվեցինք։ Հիմա անդրադառնամ մեր այստեղած ԱԱՑ պետին, որը այդ միջադեպից շատ վիրավորված, որ ես իր շպիոնը ունիքին բացահայտել եմ, այսօր առավոտ փորձել էր ինձնից վրեժխնդիր լինել, զանգել էր բոլոր ուժային կառույցներին ու ամեն մեկից պահանջել էր ինչ-որ մի հատ վատություն անել ինձ, որպեսզի ինձ պատժեն։ Տղա ջան, դու փոքր ես, որ ինձ պատժես։ Եվ երկրորդն է դու պատժելու համար չես, դու աշխատելու համար ես։ Խաչիկ ջան, քու հիմնական գործը աշխատելն է։ Օրինակ Հայաստան վերջին ընթացքում շատ են մտնում տարբեր
այսպես աբորինի սահմանախախտներ Աֆղանստանից մտնում են Բանգլադեշից անցած տարի մոտ 60 դեպք է եղել այս տարի հունվարից մինչև փետրվարի կեսը 30 դեպք է եղել, դա սարսափելի ցուցանիշ է։ Չհաշված այս իրանական պատերազմի արդյունքում էլ ավելի շատ է լինելու։ Այդ դուք զբաղվեք դրանցով։ Ոչ թե ընկել եք անդիմադիրներից հետևից, ըզնից ուզում եք Ամասյան պաշտպանեք, մի հատ էլ որոշել եք պատժել ինչ-որ հետևիցս իրավապահներ եք ուղարկում, համոտ եք, ետինը չես մտնի։ Մեծ մարդ ես, Ղաչադուր ջան։ Մի քիչ աղավարի էլ ես ամեն ինչը կարող է անել։ Կամ այդ ինչ անկարակ այդ վիճակի է։ Պատկերացրեք, հետևիցս դրել են սպիտակ ավտո։ Ասենք այս մարդիկ, որ մի քիչ մտածեին, մի քիչ կարտային կամ գոնե օրինակ Արցախյան պատերազմի, վերջին պատերազմի փորձը ուսումնասիրեին, կհասկանային, որ ամենատեսանելին սպիտակ ավտոն է։ Սպիտակ ավտոյով չի կարելի մարդուն հետապնդել, հետևել, որովհետև սպիտակ ավտոն շատ ակնառու է, շատ արագ աչքի կգնի։ Երկրորդ անկարագիտությունը։ Ոստիկանությունը, երբ որ նմանատիպ գործողություններ է անում, գոյություն ունի պետականորեն տրված օպերատիվ համարներ։ Այսինքն, այսպես խառը թվերով սեփական մեքենայի համարներին նման համարներ, որ այդ համարները դիտանեք դիք օպերատիվ համարները, որ մարդը չճոգի, որ դուք իրանք հետապնդեք։ Դուք հերիք չէ հետևիցս դրել եք մի հատ սպիտակ ավտո, վրան է դրել եք մի հատ գոլդ համարներ, այնտեղ 74 BB 700 չգիտեմ, չեմ ուզեցեմ տեսանյութները կա։ Կամ դուք չեք հասկանա, այդ պահին արդեն գիտեիք, իմ ավտոյից մեջը բացի ինձնից կար 2 ռեժիսոր, 3 օպերատոր։ Դուք պատկերացրեք ինչքան այդ ամեն ինչը կֆիքսվեր։ Չհաշված որ նաև իմ մեքենան բոլոր կողմերից նկարահանում է։ Վերջին հաշվով տառապանքս փորձ ունես 8 տարի է ձեր ձեռը կրակն եմ ընկած։ Տասնյակ քրեական գործերով եմ անցել։ Վերջը դուք չֆայմակ որ նախ այդ սպիտակ ավտոմբի չեղներ, հետո այդ ավտոմբի օպերատիվ համարներ ունենար։ Որ աշկ չզարներ, հասկանում եք գոլդ համարները միանգամից մարդ կտեսնի, գոնե մեզ խառը համարներ տնեիք։ Կամ դուք ասկան տարի աշխատել եք, դուք չեք հասկացել մարդուն ավտո տնել հետապնդելը ո՞րն է։ Դուք մի քիչ նորմալ մարտավարի աշխատեիք, այնտեղ ունենայիք ձեր գործակալական ցանցը, այդ ցանցից ինչ որ մեկին դիպերիք, գցեիք մեր ջեբը, այդ մարդը մեր ջեբը ընկնելով նախ պետք է հասկանալ մենք ինչի ենք եկի, հասկանալուց հետո պետք է փորձեր մեզ ուղղորդել, այ ԱԱՑ-ի աշխատանքը դա է։ Էպես դուք դրել եք մանկապարտեզ քաղաք, կամ այդ օպերին որ դրել ես, չես բացատրել, տղա ջան, բացահայտվելու դեպքում մի կամ կմա։ Ոչ է հոդեր հանե։ Հո դու են վայնուչկա կենտանի կար, չգիտեմ ինչ է, որ վտանգ կզգա հոդեր կհանե։ Դու մի հատ մի տղուն է ջայելին չբացատրես, որ տղա ջան, բացահայտվելու դեպքում է մի կամ կմա, նորմալ փորձ է այդ իրավիճակից դուրս գալ։ Ասենք ինչ պայվածք էլի, կամ ասենք եկա ԱԱՑ-ի պետ մարդ ես, զանգես կը, չգիտեմ, Պարեկների Լևոնին, կամ Մուշին Արսոյան Ալիգին, կամ խոսքի չգիտեմ, Քնչականի պետին դե դրան պատժեք։ Այ ընկեր ջան, դու չես հասկանա որ այս որ թիվն է, էլի որ դու պես բաներ կենես, դրանից հետո քու վրեդ կխնդան, ուղղակի քու վրեդ կխնդան, ավելին ասեմ կղժան վրեդ, կամ Լեննագանի սիրելի բարբարով ասած կայֆավատ կեղնին վրեդ, մեծ տղա ես, KGB-ի начальник, դու վերջը կրնայր օրինակի համար վերցնել այդ պայն հեռախոսը, օրինակ Ախուրյան Համասյանը կար պետական պաշտոնյա, որը վերցրեց հեռախոսը, զանգեց, ասաց Պողոսյան ջան, ցավդ տանեմ, խնդրում եմ, չգիտեմ ինչ առաքելությամբ ես եկի, բայց ինչ կեղնի, այդ ադրբեջանցիների թեման չարձածեք, մեր ժողովուրդը ստրեսի մեջ է։ Պողոսյանն իրան պատասխանեց, ասաց, որ նախ այդ թեմայով չենք եկի։ Երկրորդն է մենք եք հասկանանք, որ մեր ժողովուրդը ստրեսի մեջ ու մենք չենք ուզում մեր ժողովրդին տանենք ավելի ստրեսի։ Օրինակ կարող է իր վերցնել իր հեռախոսը զանգել, ասել ցավդ տանի, մի էլի կամ առավել եւս կամ դու արդեն դի հասկացած եղներ, թե մենք այնտեղ ինչի ենք գնացել։ Ոչ թե մի տեղնակատուց Ռիգի Միչայլոց այդ տերմինը ծերոնց մեջից կուկա։ Օպերիգի տնե իր հետևիցս, որը 3 րոպե հետո պալիտեղներ, պալիտեղնելուց հետո խայտարակ եղներ,
Խայդարագեղնելուց հետո այսօր առավոտ ամբողջ մարզի ուժայինների մեջ դու խայդարագեղներ։ Գոնե քեզնից առաջվա ծառայողներին հարցաներ իրանք քեզ կպատասխանեին։ Ամենից չէ նրանք բարի պատող էին։ Անոնք լիքը ջեբերս տարբեր տեսակի 3 տարանիներ ունեին քծած լավ է 2020 թվականի պատերազմից հետո հերթով է իրա շպիոնները պայտան կողքը բոլորը մանր մուներ մեր երեքանի մոտ ստի սպան մնաց։ Գոնե մեծ իրանց կհարցաներ քեզ կպատասխանեին կասեին Խաչատուր ջան կամ չգիտեմ բսը դժվար ազգանուն ունի Կոստանդյան, հա Խաչիկ ջան, մի երատպես բաներ, այս մարդիկ հանցագործ չեն, այս մարդիկ pedagogamետ մարդիկ են, այս մարդիկ քեզնից շատ այս պետությունը կսիրեն, քեզնից շատ այս պետությունը կպաշտպանեն, թե դու Զվանի ու Նիգոլի, չգիտեմ, համապատասխան բաների համար ես մտե աշխատանքի մենք մտել ենք զուտ մեր հայրենիքը սիրելով, մեր երեխեքին սիրելով, տոտ այժմ քո երեխեքից սիրելով, քո երեխեքիդ մասին մտածելով Անտորում սիկ երկրորդ անգամն է, վերջերսը մի քանի ամիս առաջ էլի այս քաղաքապետարանում արված օպերացիայից հետո էլի տեսանյութ հրապարակից, որտեղ պատմեցի թե ինչ էր KGB-ն էլի շատ անկարագետ ձևով աշխատել տորմուս հենդոյի տաղունե ֆուրտավե սա քաղաք իշքան էլի մանր մունր գործակալ Այն բաներից ունեիր հերթով զանգին խնդրեցին, տոտ վերջում դիք չոքնեց ընկերներս զանգին խնդրեցին։ Գերինը չես մտնի, բացահայտես կը դու ամեն անգամ քու շպիոններիդ։ Եղոտպես չեն աշխատի, այ Խաչիկ ջան։ Վերջին հաշվով կարևոր չէ պարկեվա վճարի համար կտանջվիս, ինչի համար կտանջվիս Այս իշխանությունը հավերժ չի, Նիգոլը հավերժ չի, այս շատ լավ նախադրյալներ են ստեղծով հետո այս ամեն ինչը կվերջանա, ու դու քեզի պիտի օգտագործված զգաս, չի կարելի, բալկովնիկ մարդ ես, մյուս անգամ է որևէ այլ ուժայինի մի զանգի, բարիս ուղիղ իմաստով ծիծաղում են վրետ, քեզնից առաջ է մեկը կար, Գուգոն, կաբինետի մեջը բանկը խոսար 3 րոպե հետո ես խաբար կեղնեի։ Ինքն ու իր շրջապատները կմնային խլեշի տակ։ Չեն կրնա պատասխան տային։ Մի երատպես բաներ։ Կյանքում ամենակարևորը մարդու անունը կմնա։ Կյանքիս մեջ ես մի անգամ եմ եղել, չէ, 2 անգամ, ընդդիմադիր ժամանակս էլ են մի անգամ տարել, մի անգամ է ոչ ընդդիմադիր ժամանակս եմ եղել ԱԱՑ-ի շենքում։ Հələ այն ժամանակ ԱԱՑ-ի պետը Ղարամանյանն էր։ Քաղաքում ասում էին Կարգամանյան։ Այն մարդուց ես ինքան եմ տպավորված, ընդամենը գործնական, ես միտում էի աշխատում, ինքը աշխատում էր որպես մարզի ԱԱՑ պետ։ Այդ մարդու կաբինետում 15 րոպե նստեմ այդ կոֆե եմ խմել, ու ինքան ագնացանքով եմ դուրս եկել, որտեղ հասկացել եմ, որ պետական անվտանգության համակարգում եմ գտնվում։ Ոչ թե ցեզի պես Ախր այն ամենա, չգիտեմ, դիրեկտիվ կինո նայողն է կհասկանա, որ այդպես պրիմիտիվ հետապնդումներ չեն իրականացնում, այ Խաչատուր ջան։ Մեր խոսքով ժողովուրդ ջան, շնորհակալ եմ բոլորիցդ, ով ուշ միացավ, ընդամենը հիշեցնեմ հետևյալի մասին։ Այսօր անվճար դասընթացներ արեցի մեր մարզի ԱԱՑ-ականների համար, որը 3 այսպես Առաջի անգամ մի հատ ոչ քաղաքական թեմայով գործողություններ էինք իրականացնում, խայդառակ եղան, բացահայտվան, պալիտ եղան, Ամասիայում թուրքին չբռնին, ինձ կուզեին բռնեին, եթե չստացվավ առավոտ կանող մի 4 ավտո օրինապահային լծեվարեկես այդ տեղիկն վզերը ծառած եկան գնացին։ Որովհետև ի տարբերություն մեր ԱԱՑ պետ պարոն Խաչիկի Այդ մարդիկ արդեն զարգացել հասկացել են, որ այս պետությունը մեր պետությունն է, ու հասկացել են, որ մենք հանցագործ չենք, մենք այս պետության զինվորներն ենք, մենք այս պետության pedagogamետներն ենք, մենք այս պետությունը պահողներն ենք։ Այ այսօր իշխանի ընդդիմությանը ու իմ տեսակից փորձեն շատերը քննադատել, այս 8 տարի որ այս պետությունը թեկուզ շատ ու իսկ քչից դեռ շնչում է, իմ պես տղեկի շնորհքն է։ Այ եթե մենք չեղնեինք այս պետության մեջ,
Նիկոլի պեսներն ու Խաչիկի պեսները արդեն այս պետության հերն անեցել էին։ Վերջնական էին անեցել։ Էլի ինչ որ հնարավոր է եղել պահել ենք մենք։ Ու մենք այս ամեն ինչը պետք է պահենք, ու մենք էլ նորից այս ամեն ինչը մեր պետականությունը վերականգնենք, վերջում է մեր KGB-ի Խաչիկին ու մամուլի Արմենին է սիրուն պետք է առնենք, պետք է երթանք Շուշեն ազատագրենք։ Վստահ եմ կասկածողը չկա։ Մերնենք է պետք է ենենք։ Մեր կյանքի նպատակը մենակ էլ է։ Ինչևէ, հարգարժան ջան, գնդապետս, փոխգնդապետս, Խաչիկ ջան, մյուս անգամ նմանատիպ բաներ անելուց առաջ զանգի, ես մի երկու բան քեզից Էժինսկու կինոներից կուղարկեմ կնայես։ Մի երկու բան է խորհուրդ կտամ, որ այդպես անկարակ այդ բաներ չնեք։ Սիրելի ընկերներ ջան, ձեզնից բոլորիցս շատ շնորհակալ եմ։ Աղեղեք, առողջ եղեք, պինտերնինք, բավականին հետաքրքիր իրավիճակ է ձևավորվում Հայաստանի շուրջ, կարծում եմ մենք այս տարի իսկապես տոնելու շատ բաներ կունենանք։ Թող Աստված պահե Հայաստանը, պահպանի մեզ բոլորիս։ Առաջ Աստված, Աստծով բոլորս գնանք վերջնական հասնենք մեր նպատակներին։ Հաջողություն բոլորիդ։